Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Bonjour à tous et à toutes, messieurs, dames, et bienvenue, monsieur le Premier ministre Nicole Pachinian, bienvenue en France. Je crois que vous venez d'arriver il y a 1 heure ou 2 heures. Donc un grand merci pour votre participation et cet échange qui pour moi est un privilège en tant qu'enseignant à Sciences Po Paris. Nous allons ensemble passer 25 minutes en tout, 15-20 minutes avec moi, désolé, et 5-10 minutes avec la salle s'ils ont des questions. Et je demanderai à la salle de poser des questions courtes, pas d'anecdotes, pas d'histoire, pas de souvenirs, des questions courtes, pour avoir des réponses courtes. Merci. Monsieur le Premier ministre, ma première question est d'un point de vue général. Où en sommes-nous aujourd'hui de la paix entre l'Arménie et l'Azerbaïdjan, quelques mois après la signature de l'accord tripartite du 8 août 2025? Thank you very much for this opportunity. Շնորհակալություն այս հնարավորության եւ հրավերի համար։ Ինչ փուլում ենք։ Խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է, դա իրականություն է, եւ մենք տեսնում եւ զգում ենք դա տեղում։ Այն հաստատվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքում, որը տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ եւ մասնակցությամբ, եւ ես ցանկանում եմ եւս մեկ անգամ մեր երախտագիտությունը հայտնել նախագահ Թրամփին, քանի որ իհարկե մենք աշխատում էինք խաղաղության օրակարգի վրա, բայց առանց նրա անձնական մասնակցության ես չեմ կարծում, որ մենք կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք հիմա, առանց ԱՄՆ-ի նախագահի մասնակցության, եւ ունենք խաղաղություն եւ դա իրականություն է։ Գիտեք, որ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մենք Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք խաղաղության հռչակագիրը եւ նախագահ Թրամփը այն ստորագրեց որպես վկա։ Մեր արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ ներկայությամբ։ Եվ դա իրոք պատմական փոփոխություն է։ Ոչ միայն մեր երկկողմ հարաբերություններում Ադրբեջանի հետ, այլ նաեւ մեր տարածաշրջանում ընդհանրապես։ Քանի որ առաջին անգամն է, որ մենք իրական հնարավորություն ունենք Հարավային Կովկասում մուտք գործելու տնտեսական համագործակցության փուլ, ոչ միայն խաղաղ, այլ նաեւ բարեկեցիկ տարածաշրջան ունենալ, հատկապես հաշվի առնելով, որ Վաշինգտոնում ընդունված խաղաղության հռչակագրում կա դրույթ, որը վերաբերում է տարածաշրջանային կապակցվածությունը բացելուն, հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության եւ միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։ Այսինքն, այս նրբությունը հաշվի առնվում է եւս մեկ դրույթ կա, որի համաձայն Հայաստանը եւ ԱՄՆ երկկողմ կարգով կիրագործեն TRIP ուղի ծրագիրը, Թրամփի ուղի հանուն խաղաղության եւ բարեկեցության ծրագիրը, որը ի կատար կացվի Հայաստանի Հանրապետության տարածքում եւ դա երկկողմ ծրագիր է Հայաստանի ԱՄՆ-ի միջև, սակայն կապը Ադրբեջանի հետ դրա համար կարևորագույն նշանակություն ունի, քանի որ մեզ անհրաժեշտ է արևելքից արևմուտք հասանելիություն ունենալ եւ մենք եւ իրենք եւ Հայաստանին եւ Ադրբեջանին է դա անհրաժեշտ եւ մեզ եւ իրենց, քանի որ այդ պարագայում մենք իրար պետք ենք, որպեսզի ունենանք հասանելիություն
հաղորդակցության ուղիների միջոցով եւ այլն։ Եվ մենք ակտիվորեն աշխատում ենք ԱՄՆ-ի հետ ու շատ հետաքրքիր նշբություն, շատ կարևոր նշբություն կա տարածաշրջանային փոխկապակցվածությունը մեր պատկերացմամբ նշանակում է, որ մենք հնարավորություն կունենանք եւ Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավորություն կունենան միմյանց տարածքը օգտագործել ներքին երկկողմ եւ միջազգային կապակցվածության համար, ինչը նշանակում է, որ մեր տարածքով նոր ուղի կբացվի միջազգային տարանցման համար եւ հաշվի առնելով, որ հիմա աշխարհում մատակարարման շղթաների ճգնաժամ կա, դա միջազգային առևտրի տեսանկյունից կարող է իրավիճակ փոխել, նաեւ իրավիճակ փոխել մեր տարածաշրջանում։